Մեր թոռը պետք է տղամարդ տղամեծանա։ Դրա համար որոշել եմ սպորտին։ Բոլոլան խառնաշփոթ նոր պատմություններով ու նոր դերասաններով վերադառնում է եթեր։ Բազմաթիվ հեռուստադիտողների ցանկությամբ սիթքոմի 4-րդ եթերաշրջանը շուտով կլինի էկրաններին։ Սիրված կերպարներին նոր եթերաշրջանում կտեսնենք արդեն նոր կարգավիճակով։ Կազմը համալրած նոր դերասաններն էլ Տաթևյանների հարևաններն են լինելու։ Նախագծի պրոդյուսեր, ավանդապաշտ հորդերում հանդես եկող Արմեն Պետրոսյանը վստահեցնում է նոր բոլոլաներ են լինելու։ Կոնֆլիկտային գծերը, որ շարունակվելու են մեզ մոտ, լինելու են նրա շուրջ, որ նախ նրանց երեխան սովորում է Նարեի հետ նույն դասարանում եւ բնավորությամբ տարբեր երեխաներ ունեն իրենց կոնֆլիկտը եւ գլխավոր կոնֆլիկտը դա իմ կնոջս եւ տվյալ նոր դերասանի եւ իր կնոջ միջեւ է լինելու։ Կերպարս գնդապետի կերպար է, ով աշխատում է, թոշակի չի անցել էլի։ Այստեղ մենչի հարևանն եմ, ով մի քիչ նախանձով է վերաբերվում, որտեղ ինքը թոշակի է, ես աշխատում եմ։ Սեփխանյանի մարմնավորած գնդապետի կնոջ տերում Նանո Քալաշյանն է, որի հետ շարունակ հակամարտելու է Տիկին Ալան։ Ցիցիս աղջկա կերպար եմ տանելու, գնդապետի կին եմ, ով սիրում է շատ գումարներ ծախսի, օնլայն գնումներ կատարի, իմ համար լրիվ սենց նոր այլ դեր է ու շատ սենց մեծ պատասխանություն եմ կրում։ 4-րդ եթերաշրջանում ես այս տան մայրն եմ անփոփոխ, բայց ունեմ նաև նոր պաշտոն, դարձել եմ տատիկ։ Լազա պապի։ Պապի։ Նոր կարգավիճակը նրան տվել են Ալեքսն ու Լիլիթը, ովքեր նախորդ եթերաշրջաններում երկար պայքարելով իրենց սիրո համար հիմա արդեն փորձում են երեխայի դաստիարակությամբ զբաղվել։ Մենք այս եթերաշրջանում ունենք նոր կարգավիճակ, ես 2 կարգավիճակ, Մագան 1, մենք արդեն ունենք երեխա։ Փորձում ենք մեծացնել։ Երկրորդ կարգավիճակի մասին ես առաջարկում չխոսենք, թող արդեն հեռուստադիտողներն այն միանգամից։ Ռոզա եւ Սաքո ամուսնական զույգը նորից իրենց փոքրիկ խորամանկություններով են հանդես գալու հեռուստադիտողին։ Վաճառել են իրենց բնակարանը, մնացել առանց տանիք, բայց մեկ է կրկին շարունակում են խառնաշփոթ ստեղծել մյուսների կյանքում։ Սաքոն ու Ռոզան միշտ իրադարձությունների կիզակետում են, ինչպես միշտ փորձում են մի բան չարություն անեն, բայց հաջողությամբ չի պսակում։ Նոր եթերաշրջանում անկեղծ ասած շատ հետաքրքիր իրավիճակներ են զարգանում, կոնկրետ իմ կերպարը, Կարինի կերպարը անելանելի վիճակի մեջ է ընկնում նոր հարևանի պատճառով։ Աղաս Մանուկյանը որոշեց չպատմել իր կերպարին հանդիպող խոչընդոտների մասին։ Ուղղակի հավելեց, որ փոփոխություններ էլ կան։ Սիթքոմում հեռուստադիտողը կրկին կտեսնի արդեն իսկ սիրված Անի Արզումանյանին եւ Աննա Խաչիկյանին։ Ու չնայած գնալով ուժ գնացող խառնաշփոթին, որը տեսնում ենք էկրաններին, նկարահանումներն ընթանում են ջերմ ու ծիծաղի մթնոլորտում։ Սիլվի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։